Մելիք գյուղում երկու եղբայրներ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ գռտնակի հարվածով սպանել են իրենց 56-ամյա մորը։ Հանցագործությունը քողարկելու եւ հետքերը վերացնելու նպատակով նրանք դիակը տեղափոխել են անհարևանությամբ գտնվող կիսակառույց շինություն ու թաքցրել հողաշերտի տակ։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հուլիսի 22-ին դեպքից մոտ 5 ամիս անց մոր անհետ կորելու մասին հաղորդում է ստացվել Արագածոտնի մարզային վարչություն։ Քրեական ոստիկանները նույն օրը հայտնաբերել ու ձերբակալել են եղբայրներին։ Նրանցից մեկը խոստովանական ցուցմունք է տվել։ Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանան միջոց է ընտրվել բացակայելու արգելքը եւ 1 միլիարդ դրամ գրավը։ Փաստաբան Արամ Վարդևանյանը անդրադառնալով դատարանի այս որոշմանը հայտարարել է, որ խոսում են իրավաբանության հետ կապ չունեցող մի աբսուրդային մեղադրանքի մասին, ինչի հետևանքով ըստ նրա իրավական դատավարական կատեգորիան արժեզրկվում է։ Փաստաբանն ընդգծել է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո կալանավորման հարցը այլևս չէր կարող առաջանալ, սակայն կիրառել են այլ ինտենսիվ խափանման միջոցներ, որոնք իր գնահատմամբ դատավարական հեռանկար չունեն եւ պետք է արժանանան համապատասխան դատավարական վերաբերմունքի, այդ թվում բողոքարկման մասով։ Ինչն է հետաքրքիր, տեսեք, իրենք ի սկզբանե խոսում էին կալանքի մասին, չէ՞, նույնիսկ նման միջնորդություն էին ներկայացրել։ Ոնց տեսնում եք, երբ կալանք չի կիրառվում, դրանից արդարադատությունը, իրավաբանությունը փուլ չի գալիս։ Պարզապես կարելի է մի փոքր կարևորել իրավունքի գերակայությունը։ Ազգային ժողովում 12 մանդատ ունեցող Հայաստան խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղարել Արթուր Խաչատրյանը։ Հայաստան դաշինքի տարածած հայտարարության համաձայն դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են առաջիկա անելիքները։ Քաղաքական ուժի առաջնորդ երկրորդ նախագահ Քոչարյանը, ինչպես 2021 թվականին այս անգամ եւս հրաժարվել է մանդատից։ Արթուր Լավրենտի Սարգսյանը 2020 9-րդ գումարման ազգային ժողովի կարգավիճակ ձեռք բերած 8-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքում։ Խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո հայտարարել է 18 արդարների գործը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանը, նշելով, որ պատգամավորի անձեռամխելությունն արդեն հաղթահարված է։ Տնային կալանքի ժամկետը լրանում է օգոստոսի 8-ին։ Դատավորը հայտարարել է, որ պաշտպանների միջնորդության դեպքում դատավորի թույլտվությամբ Արթուր Սարգսյանը կարողանա մասնակցել օգոստոսի 2-ին նորընտիր ազգային ժողովի նստաշրջանի մեկնարկին։ Դատարանի որոշումից հետո Արթուր Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում չեն գործում սահմանադրությունը, վճռաբեկ դատարանի որոշումները եւ օրենքները։ Նա ընդգծել է, որ խնդիրը կալանքի ժամկետը չէ, քանի որ ինքը պատրաստ է անհրաժեշտության դեպքում տարիներով շարունակել մնալ անազատության մեջ։ Խնդիրը երկրում օրենքների նկատմամբ ձևավորված վերաբերմունքն է։ Բոլորդ լսեցիք, պարոն Վարդևանյանը հստակ այն դպրոցում, որ երեխաներին սովորացնում են, ատառը աթոռ, բտառը կամ գտառը գնդակ, չէ՞։ Այսպես մանրամասը դատավորին եւ դատախազներին բացատրեց, որ սահմանադրական դատանի որոշում կա, պատգամավորի հետ կապված, վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում կա, կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա նախագահի որոշում կա, բայց դատավորը գնաց կես ժամով, որ այսքան ժամանակ բոլոր կալանքի նիստերը տեղում ինքը որոշում է կայացրել։ Ինքը տեսական միջում ուզեց մի ժամով, մի ժամից գնաց հրանգը ստացավ, եկավ, ասեց, որ այս երկրում ոչ սահմանադրական իրավունք կա, ոչ վճռաբեկ դատանի որոշում կա, ոչ էլ օրենք կա։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը ԶԼՄ-ներին հայտնել է, որ Գարեգին երկրորդին դեռ այս պահի դրությամբ չեն հրավիրել ազգային ժողովի 9-րդ գումարման անդրանիկ նիստին մասնակցելու։ Օգոստոսի 2-ին ժամը 10-ին մեկնարկելիք նիստի ինտրիգներից է այն, թե արդյոք ամենայն հայոց կաթողիկոսը կհրավիրվի առաջին նիստին, պատգամավորներին հայրապետական օրհնանք հղելու համար, ինչպես եղել է նախորդ գումարումների ժամանակ։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի համաձայն առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն հանրապետության նախագահն ու ամենայն հայոց կաթողիկոսը։ Օրեր առաջ հրապարակ օրաթերթը գրել էր. Մայրաթորի աղբյուրների փոխանցմամբ պարզ է, որ հրավեր չեն ստանալու, քանի որ իշխանական թիմում հատուկ հրավեր ուղարկելու մտադրություն չունեն։ Նրանք փորձում են հարցը բխեցնել օրենքից, որ կաթողիկոսի ներկայացությունը ոչ թե իմպերատիվ պահանջ է, այլ նշված է, որ նա պարզապես իրավունք ունի ելույթ ունենալ։
Քննչական կոմիտեի քննիչը խուզարկություն կատարելիս որպես ապացույց վերցրել եւ կնքել է $500 միլիոն ու 40 եվրոն, սակայն հետագայում հափշտակել է գումարը, գրել է Հրապարակ օրաթերթը։ Ըստ պարբերականի տեղեկությունների Վազգեն Աբգարյանը գողությունը քողարկելու համար կնքված ծրարի մեջ տեղադրել է երկրորդ, ըստ երևույթի դատարկ ծրար։ Դատարանում ապացույցների տազոտման ժամանակ է միայն պարզվել, որ ծրարի ներսում եղել է պատրված երկրորդ ծրարը, գումարն էլ բացակայել է։ Այստեղ էլ բացահայտվել է հանցանքը եւ քննիչ Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել։ Նախկին քննիչի գործը քննվել է հակակոռուպցիոն կոմիտեում, խափանան միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Իրավապահները կապարակնքել են Առինջ մոլ տոնավաճառի տաղավարների մի մասը։ Գործողությունն արվել է տոնավաճառի աշխատակիցների համար ոչ աշխատանքային օրվա ընթացքում, առանց նրանց տեղյակ պահելու։ Բա մի հատ հարցրեք իրանց, ինչ հիմնավորում, բա դուք հարցրեք, մեզ եք հարցում, դուք հարցրեք, լրագրող եք հարցրեք, ինչ հիմնավորով եք փակել։ Բա դրա համար ենք հավաքվել, բա ինչի համար են փակել։ Ճամփափակելը մոռացեք, այսպես է արձագանքել ոստիկանության աշխատակիցը նրանց կտրուկ քայլերի վերաբերյալ խոսքերին։ 18 թվին այս շուկան սաղ փողոց էր փակում, 18 թվին, այդ որ օրենքով էր կարելի փակել, հիմա որ օրենքով չի կարելի։ Ինձ էդի շատ հետաքրքիր մի հարց է, էլի։ Սաղ է շուկան, բոլորը։ Տոնավաճառի աշխատակիցները պարզաբանում են պահանջում տաղավարների մի մասը կապարակնքելու պատճառների վերաբերյալ։ Առինջ մոլի սեփականատերը գործարար Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, որը ներկայումս կալանավորված է։ Անօթաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի մի շարք շրջանների վրա, հարվածելով ռազմավարական նշանակետերին։ Ուլյանովսկի մարզում ՄԱԹՍ-ների հարվածից հետո հրդեհ է բռնկվել էներգետիկ համալիրի օբյեկտում։ Այս համալիրը օգտագործվում է Ուլյանովսկի մարզում եւ հարևան շրջաններում վառելիքի պահպանման ու պաշտման համար։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների 21-րդ փաթեթի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։ Նա նշել է փաթեթի հիմնական կետերը։ Գործարքների արգելքի ցանկում ավելացվել է եւս 32 ռուսական բանկ, 1 տարով սառեցվում է նավթի գնի առավելագույն շեմի ճշգրտումը, թիրախավորվում են Ռուսաստանի այսպես կոչված ստվերային նավատորմին աջակցող նավերը։ Չնայած նախնական պլաններին Եվրամիությանը չի հաջողվել 21-րդ փաթեթում ներառել հատուկ ռազմական գործողության մասնակիցների մուտքի արգելքը միության տարածք։ Բացի այդ, Եվրահանձնաժողովի ղեկավարը ընդհանրապես չի հիշատակել դեպի երրորդ երկրներ ռուսական հեղուկացված բնական գազի փոխադրման արգելքի մասին, որը ի սկզբանե դիտարկվում էր որպես ընթացիկ փաթեթի հիմնական միջոցառում։ ԱՄՆ-ն կոշտ է արձագանքել Սաուդյան Արաբիայի նավերի ուղղությամբ Եմենի հութիների իրականացրած նոր հարձակումներին։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը մոլորեցրել է հութիներին, ներքաշելով նրանց հակամարտության մեջ, եւ նշել, որ չինական դրոշով ընթացող Սաուդյան նավին թիրախավորումը կարող է խնդիր դառնալ ամբողջ աշխարհի համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարձակումների կրկնվելու դեպքում Վաշինգտոնը պատասխանատու է համարելու Իրանին որպես հութիների հովանավորի եւ երկուսի դեմ կիրառի ռազմական խիստ պատիժ։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ֆրանսիական գինիների վրա 200%-անոց մաքսատուր սահմանելու սպառնալիքով ստիպել է Էմանուել Մակրոնին զիջումների գնալ դեղերի գների հարցում։ Raise your drug price. Ես ասացի Էմանուել, դու պետք է բարձրացնես դեղերի գները։ Օ, Դոնալդ, ինչու պետք է դա անեմ։ Որովհետև մենք շատ թանկ ենք վճարում, իսկ դու շատ էժան ես վճարում։ Ոչ, Դոնալդ, ես դա չեմ անի։ Այո, դու կանես։ Ոչ, չեմ անի, Դոնալդ, ես դա չեմ անի։ Ես ասացի, այո, դու կանես։ Եվ ահա վերջապես նա ասաց, ոչ, ես ասացի, որ պատրաստվում եմ 200% մաքսատուր սահմանել Ֆրանսիայից ներմուծվող յուրաքանչյուր շիշ գինու եւ շամպայնի համար։ Նա ասեց, Դոնալդ, ինձ համար պատիվ կլիներ դա անել։ Scott was there and he said, Donald, it would be my honor to do that. Չնայած Թրամփի այս կրկնվող հայտարարություններին Ֆրանսիայի նախագահը դեռևս չի մեկնաբանել դրանք։ Սպիտակ տան ղեկավարը Իրանի հետ հակամարտությունը որակել է որպես փոքր բախում, նշելով, որ Թեհրանը շուտով պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանը։ Միևնույն ժամանակ հարգելով վերջերս զոհված 4 ամերիկացի զինծառայողի հիշատակը։ Բարսելոնայի Պլասա դե Սանս մետրոյի կայարանում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել։ Բռնկվել է խոշոր հրդեհ։ Մետրոյի կայարանում վիրավորվել է 8 մարդ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություն չկա։
ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում արջը բարձրացել է մոտ 10 մետր բարձրությամբ էլեկտրասյան վրա եւ չի կարողացել իջնել։ Կենդանուն փրկել չի հաջողվել։ Նա հոսանքահարվել է։